Շապայության ապավարկության համակարգում բազմաթիվ խնդիրներ կան, թեպետ շատ քաղաքացիներ օգտվում են եւ ասում են լավ է, բայց տեխնիկական խնդիրներ նախ շատ կան, որ առմետ համակարգը նորմալ չի աշխատում, ֆինանսավորման կապված խնդիրներ կան, բյուրոկրատիան շատ է եւ այսպես շարունակ։ Նաեւ հարցերի փուլ ձևակերպեմ, նաև ֆինանսավորման մասով ասում են, որ ինչպես պետպատվերի դեպքում, այնպես էլ այս պարագայում բան չի փոխվել։ Օրինակ հետազոտությունը կամ բուրս սպասարկումը ծառայությունը արժի X դրամ, ասենք 500,000 դրամ, բայց նախարարությունը փոխանցում է շատ ավելի քիչ։ Էլի այդ մնացածը կամ պետք է այլ ճանապարհով փոխանցեն կամ հարգելի գործընկերներ, ոչ մեկ չէր ակնկալում, որ առողջության ապահովագրության բարեփոխումը մի կոճակ է, որ պիտի սեղմենք եւ ամբողջ 100%-ով ամեն ինչ բոլոր օղակներում վարկյանի ճշգրտությամբ աշխատի։ Մենք առաջնորդվում ենք հետևյալ կարգախոսով, նշանաբանով եւ աշխատանքի սկզբունքով։ Սա շատ ահռելի մեծ բարեփոխում է։ Իր մեջ ներառում է 1,600,000 հոգի բուժաշխատողների մի մեծ շրջանակ եւ այո, կան փոքր տեխնիկական խնդիրներ, որոնք ընթացքում են շտկվում, կան մարդուն ավելի պարզ եւ հեշտ դարձնելու աշխատանքներ, որոնք շարունակական են լինելու, այո, սպասարկման ավելի կարճ ժամկետներ, որոնք մենք աշխատելու ենք, եւ սա նորմալ ընթացիկ փոքր եւ լինում է նաեւ որոշակի կարգավորումների առումով եւս փոփոխությունների կարիք, կարծում եմ, որ սա շատ նորմալ գործընթաց է։ Այսինքն համակարգը պատրաստ չէր, չէ՞, այս համակարգը պատրաստ էր, համակարգը ներդրվել է, համակարգը եթե մենք սպասեինք, այդ էլ չգիտեմ ինչա նշանակում պատրաստ, եթե դու բուր չես ընդունվել, պատրաստ ես, չէ, այդպես չի լինում։ Դա նշանակում է դա բարեփոխում չի, եթե մի բանը սովորական ընթացքներից տարբերվող չէ եւ իր մեջ չի ներառում նաեւ նոր գործընթացներին սովորելու աշխատել, նշանակում է դա բարեփոխում չէ, այլ հինն է ինչ որ կար, ինչին մարդիկ սովորեն։ Գալով ֆինանսավորմանը, խնդրեմ կոնկրետ նայեք, ինչ է նշանակում ցածր քիչ ենք վճարում, դա ինչ գնահատական է, կան խնդրեմ ես, մենք առաջկայում, բայց ես ձեզ պատասխանեմ, եթե հարցը բաց կա, էլի հարց կտա։ Ուրեմն այո, որոշակի ծառայությունների, տեսեք, 1000-ից ավել ծառայությունների ցանկում կան որոշ ծառայություններ, որոնք մասնագիտական մեր ուրեմն նաև հանդիպումների ժամանակ հարց է բարձրացվել դրանց գնագոյացման կամ չափի մասով, համավճարի մասով։ Մենք մեր համար դրել ենք առաջին 1 ամսվա համար ուրեմն հավաքելու բոլոր արձագանքները, մենք մասնագիտական բոլոր ուղղվածությունների հետ աշխատանքներ տանելու հասկանալու հարցածված հարցերից, որոնք են իսկապես օբյեկտիվ հիմնավորված եւ միանշանակ աշխատելու ենք այս դրա շուրջ։ Ուրեմն երեք երեկոյան ես այցելել եմ Խաչատրյանին, այսօր նրան որոշակի հետազոտություններ լրացուցիչ կիրականացվի եւ ընդհանուր առմամբ նրա բուժման ընթացքը արդեն մեր մասնագիտական թիմերը կվարեն, հաջորդիվ ինչի որ կարիքը կլինի կապահովեն։ Մյուսները ասում են, որ վատ է նրա առողջական վիճակը, կարծում եմ Վագիթի չէ մյուսի մասով է Քեջյանի մասով։ Ուրեմն հաջորդիվ այսօր ուրեմն մյուս մեր քաղաքացիներին, ովքեր որ ուրեմն կգտնվեն բժշկական կենտրոնում դեռ, ես միանգամից իհարկե կայցելեմ, ուզում եմ ասել, որ նրանց վիճակը եւս գնահատվում է բավարար, հաջորդիվ, եթե լրացուցիչ ուրեմն բժշկական խորհրդատվության կամ հետազոտությունների արդյունքում կլինեն կարձանագրվեն առողջական խնդիրներ, ապա մենք մեր ընթացակարգերով կապահովենք։